որ ասում են Լիսյանի ավտոպարկինգը չի աշխատում մենակ իդեալական պայմաններում, իդեալական պայմաններ չի, ոնց աշխատում, չմոր չկա, կարա ավտոպիլոտի այդ խնդիր ինքը տա, բայց ավտոպարկինգը չէ, որտեղ ավտոպիլոտը գծերից է կախված, իսկ ավտոպարկինգը ինքնիչ ավելի լայն համակարգ է, իդեալական կամ մեծ ավտոն խնդրեմ, չէ, փակում եմ հայրիները բան, իդեալական կամ Watch out road conditions ahead. Ես կստացի ասում է, որ նայեք ճանապարհին, ես հիմա կարամ նայեմ նույնად ներքև, ինքը կամերաները, դատчիկները հասկանում են, որ ես ներքև եմ նայում։ Այս ավտոպիլոտն է 70 արագություն է տված, առանց ձեռքերի ինքը քշում է, կարելի է առանց ձեռքերի քշել, բայց ինքը հենց տենում է, որ դուք չեք նայում ճանապարհին կամ քնել եք, եթե տեն ձեր աչքերը փակ է, ծնգոս է գցելու ու ավտոմատ փորձի կամ աբոչինը կանգնացնի ավտոն, կամ ձեզ քնից հանի, կամ հեռախոսից հանի։ Հեռախոսին որ ձեզ նայում եք, ինքը ձեզ զգուշացնում է, որ հեռախոսից դուրս արի նայի ճանապարհին։ Շատ լավ է ամեն ինչ աշխատում Հայաստանում, տեսեք գծերը շատ տեղեր մաշած է, բայց ինքը քանի որ արհեստական բանականություն է աշխատում, ինքը անգամ պատկերացնում է գծերը ոնց է գնում, մի թեթև sense ինքը գծի անգամ նշում է տենում, ինքը արդեն պատկերացնում է ոնց պետք է գիծը գնա։ Так что իդեալական աշխատում է ժողովուրդ ջան։ Եթե լսում եք այդ բողոքները, կարա բողոքներ լինի իրականում նոր ճանապարհներին, բայց հիմնականում տեսեք իդեալական աշխատում է։